Իշխանություն լրատվականի խմբագրությունը անանուն նամակ էր ստացել ռազմարդյունաբերական ընկերության մի տնօրենից։ Նա մասնավորապես նշում էր, որ մի քանի անգամ պաշտպանության նախարարությունը շուրջ 150 միլիարդ դրամի ռազմարդյունաբերական ոլորտին հատկացվող պայմանագրերը առանց հիմնավորման հետաձգել է։ Նամակի հեղինակը մասնավորապես գրել է. խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել եւ փաստացի սառեցված են մինչեւ ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով։ Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին ընտրել ՔՊ-ին։ Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։ Ի պատասխան ՊՆ-ից արձագանքել են մեր հրապարակմանը, սակայն ՊՆ-ն պարզաբանման մեջ չի անդրադառնում ամենակարևոր հարցադրումներին։ Երեք Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ պարզաբանել է բարձրացված խնդիրները, որոնք իրականում չկան, մտածածին են, եւ կարող եմ ասել, որ ամեն ինչ կարգին է, աշխատանքները ընթանում են իրենց բնականon հունով։ Փետրվարի 27-ին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են որոշումներ, որոնք ենթադրում են եւս մի քանի իրավական ակտերի ընդունում, այդ թվում նաեւ կառավարության որոշում, որից հետո պայմանագրերը կկնքվեն բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ կլինեն։ Խոսքը վերաբերում է 150 միլիարդ դրամին, ավելի քան, որը ամբողջությամբ վերաբերում է միայն տեղական արտադրությանը։ Սա այլ գնումներին չի վերաբերում, պարոն Բաքոյան։ ՊՆ-ն չի երգել, որ եղել է փակ քննարկում եւ մի քանի անգամ առանց կոնկրետ պարզաբանումների հետաձգվել է ռազմարդյունաբերական ընկերությունների հետ կնքվելիք պայմանագրերը։ Թեմայի առնչությամբ զրուցելու ենք ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ։ Ինչ կարող էր տեղի ունենալ եւ արդյոք ընտրություններով եւ քաղաքական ենթատեքստով պայմանավորված է եղել այդ գործընթացի կասեցումը։ Այսօր մեր զրույցից մի քիչ առաջ բացի տեսնեմ, թե ինչքան է ռազմարդյունաբերության կոմիտեի կատարողականը, ավելի շուտ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կատարողականը պաշտպանության գծով։ Կլոր 0։ Իսկ 2 ամիս անցել է, իրենք 0 ծախս են կատարել ռազմարդյունաբերության զարգացման գծով։ Էլ ինչի մասին կարելի է խոսել եւ եթե հաշվի առնենք, այս փաստերը դնենք, համադրենք, ակնհայտ է դառնում, որ նամակի հեղինակը առնվազն չի ստում, հա, իսկ փաստերն էլ ժամանակի հետ իդերև կան, կհասկանանք, որ այնտեղ ամեն ինչ չի որ լավ է։ Ընդհանրապես ասած, այս բյուջետային աճպարարությունները, իսկ ավելի ճիշտ խայդախությունները պաշտպանության նախարարությունում նոր չեն։ Եթե հիշենք, որ 2023-ից 25 թվականների համար հայտարարում էին, որ 171 միլիարդ դրամի պայմանագրեր են կնքել, վերլուծելով այդ պայմանագրերի ընթացքը եւ այն վճարված հարկերի թվերը, որ օրինակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնում էր, դրանք չեն համապատասխանում հենց իրականում իրացված 171 միլիարդին, այսինքն ակնհայտ էր այդ թվերի վերլուծությունից, որ իրական պայմանագրերի իրացված ծավալը ավելի փոքր է։ Ինչ վերաբերում է այս պայմանագրերը ուշ կնքելուն, դա նույնպես նոր բան չէ։ Ամեն տարի եւ ժամանակին, երբ որ ես աշխատում եմ պաշտպանության նախարարությունում, պայմանագրերը կնքվում են լավագույն դեպքում մարտ-ապրիլ ամիսներին, իսկ երբեմն ինչպես օրինակ 2018 թվականին շատ ավելի ուշ, հաշվի առնելով հայտնի դեպքերը, բայց հետո պարզ դարձավ, որ օրինակ 2018-ի հունիսին նորանշանակ պաշտպանության նախարարը իր ընկեր գործարարներից մեկին պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներից $3 միլիոն անտոկոս վարկ էր տվել, կամ փոխառություն, հա, ավելի ճիշտ է ասել։ Ո՞վ էր, որ նախարարը։ Դավիթ Տոնյանը։ Դավիթ Տոնյանը այդ քրեական գործը քննվում էր, այո, դրա հետ կապված, հա, եւ անհայտ էր, ասենք, օրինակ այն ժամանակ պաշտպանության նախարարությունը չէ, բանկա թե աշխարհը, հա, որ փոխառություն է տալիս, այն էլ անտոկոս։ Ինչ վերաբերում է 150 միլիարդին, որը անցյալ տարի հայտարարում էին, որ հիմա էլի այսքան փող են հատկացնելու եւ այլն, ակնհայտ է, որ գործ ունենք հետընթացի հետ առաջին հերթին, որովհետեւ եթե նախորդ 3 տարիների ընթացքում 171 միլիարդի իրացում էր նախատեսում, իսկ հիմա 150, հա, 3 տարվա համար գոնե 21 միլիարդի կրճատում ունենք առնվազն հայտարարված թվերով։ Իրականում եթե այս կես տարին հետաձգվի, ակնհայտ է դառնալու, որ գոնե 26 թվականի համար իրացումը չի կազմելու այնքան, ինչքան կարող էր լինել, իսկ մեր ընկերությունները ես կարող եմ վստահաբար ասել, որ տարեկան կարող են այդքան 150 եւ ավել միլիարդ դրամի արտադրանք արտադրել պաշտպանության կարիքների համար եւ իրացնել, հա։ Հիմա
եթե դատենք նամակի տոնից, ընդհանրապես ասած չի բացառվում, որովհետև այսպիսի հանդիպումներ էլի են եղել, այսպիսի հանդիպումների մասին տեղեկացվել ենք, գիտենք, որ Պաշտպանության նախարարությունը նման վարքագիծ առնվազն անցյալում դրսևորել է, իսկ հաշվի առնելով, թե ինչ բյուջետային խարդախություններ են դիմելու այս տարի, մանավանդ տեսեք, օրինակ Այսինքն ներողություն, դուք ենթադրում եք, որ կարող են իրենց նախընտրելի ընկերություններին տրամադրել այդ գումարները։ Չէ, այդ ընկերությունը ընդհանրապես կարող է չտրամադրեն այդ գումարները, հա, այսինքն կանխավճարներ, որ պետք է արտադրանքի համար վճարեին կամ պայմանագրերը կնքելիս պետք է ինչ-որ կանխավճարներ տրվեր, այդ կանխավճարները ուղղակի ուշացնելու են, հա, պայմանագրերը չեն կնքելու, մինչև ասենք ինչ-որ ժամանակ, հետո Նամակի հեղինակն ասում է, որ ընտրությունների թեժ փուլում են պայմանագրերը կնքելու, եւ հիմնավորում է այսպես, որ ըստ նամակի հեղինակի տնօրենների վրա փորձում են այս կերպ ճնշում գործադրեն եւ սպասեն տեսնեն այդ տնօրենները քանի ձայն կարող են տանել ԿՊ-ի համար։ Իրականում այս ռազմարտությունաբերական ընկերությունների տնօրենների վրա ճնշում մշտապես կա։ Չմոռանանք, որ իրենք կարիք ունեն բավական որակյալ աշխատուժի, իսկ այդ աշխատուժին եթե բարձր աշխատավարձը չես վճարում կամ ժամանակին չես վճարում, այդ աշխատուժը գնում է այլ ընկերություն կամ գնում է Հայաստանից ընդհանրապես։ Հա, ես շատերին գիտեմ, որ օրինակ մինչև 2019-20 աշխատում էին Հայաստանի ռազմարտությունաբերության ոլորտում եւ լքել են Հայաստանը, որովհետեւ գնացել են գտնել ավելի լավ տեղ աշխատանքի կամ ավելի լավ շուկաներ։ Մեր ընկերությունները իրականում կարիք ունեն հենց ռազմարտությունաբերական ընկերությունները, իրականում կարիք ունեն պետական հոգացության։ Սա այն ոլորտն է, որտեղ պետությունը մենաշնորհ գնորդ է, շատ քիչ ընկերություններ կան, որոնք քաղաքացիական արտադրանք են թողարկում թիվս իրենց ռազմական արտադրանքի եւ չպետք է թողարկեն նաեւ քաղաքացիական արտադրանք, հաշվի առնելով, թե մեր պաշարները ինչքանով են համալրված կամ թեր համալրված, հաշվի առնելով, թե մենք ինչքան չբավարարված ռազմական կարիք ունենք եւ այլն եւ այլն։ Միջայլոց ասեմ, որ Պաշտպանության նախարարությունը այս վերջերս սկսել է շատ հաճախ բռնվել ստի վրա։ Եթե հիշում եք, անցյալ տարվա վերջին մեծ աղմուկ բարձրացավ, ես էլ մասնակից էի այդ հանրային հաղորդակցությանը ջերմուկի ներողություն, իշխանասալի հատվածում, Սևլուջի հատվածում դիրքերի հետ կապված եւ պարզ դարձավ, որ մեր զինվորները պատանդարված են փաստացի այդ դիրքերում, որոնք շրջափակված են ադրբեջանական դիրքերով։ Պաշտպանության նախարարությունը սկզբից չհերքեց փաստացի հաստատելով, հետո Պաշտպանության նախարարը իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձավ դրան, նշելով, որ ինքը միակ շահառուն չէ այդ իրավիճակի, որ ինքը չի, որ ստեղծել է այդ վիճակը, բայց մոռանալ նշել, որ 4 տարուց ավել է արդեն ինքը նախարարի պաշտոն է զբաղեցնում։ Այսինքն ուղիղ ոչ միայն պատասխանում է այդ վիճակի, այլև երկար ժամանակ է թույլ է տալիս այդ վիճակը։ Իմիջիայլոց ասեմ, այդ դիրքերը այնպիսի վիճակում են գտնվում, որ յուրաքանչյուր սրման դեպքում մեր զինվորները այդտեղ պատանդարված վիճակում են հայտնվելու լավագույն դեպքում։ Հա, գերեվարվելու են կամ ոչնչանալու են, այդ էլ կախված է, ասենք, ադրբեջանցիների ողորմատությունից։ Իմիջիայլոց դա միակ դեպքը կամ միակ տեղը չէ։ Հա, եւ շատ են այսպիսի դեպքեր, որ մեր պաշտպանական գերատեսչությունը ուղղակի ելնելով իր քաղաքական շահից կամ անձնական շահից կամ թաքցնելով, կոծկելով իրենց անձնական թերացումները, այսպիսի փաստերի առաջ է մեզ կանգնեցնում։ Խոսենք մեր, այսպես ասած, պաշտպանական բլոկի խնդիրություններից, որովհետև ըստ էության կարող ենք նաև այդպիսով վնասել մեր զինվորներին։ Չէ, ուղիղ տեղ չենք ասում ամեն։ Կրկին վերադառնալով ռազմարտությունաբերության ոլորտի զարգացմանը, իշխանությունները պարզապես լոբինգ չեն անում, քարոզչություն չեն անում, այլ ցույց են տալիս, որ իրենք շատ գումար են ծախսում ոլորտի զարգացման համար։ Դե այդ գումարը չեն ծախսում։ Հիմա պարզ հարց, այդ գումարները ծախսվում են թե ոչ, եւ որ ասում են ոլորտը զարգանում է։ Ինչն է զարգացել։ Մենք սեփական արտադրանք ունենք, թե չունենք։ Եվ մեկ այլ հարց, երբ պայմանագրերը ուշանում են, դա ինչպես է ազդում ոլորտի աշխատակիցների համար։ Օրինակ պայմանական ինչ-որ մի ընկերություն պետք է այդ պայմանագրի կնքվեր այդ ընկերության հետ։ Այդ ընկերության աշխատակիցները աշխատավարձ ստանում են, թե չեն ստանում, որովհետև սա շատ սպეციფიկ ոլորտ է եւ օրինակ մենք չենք կարող արտադրել հատուկ տեխնիկա եւ դա վաճառել օրինակ Ռուսաստանի Դաշնությանը։ Դա կարելի է թույլ տալիս է իշխանությունը։ Ընդհանրապես այդ ռազմական տեխնիկայի արտադրությունը, հասպարակության արտադրությունը ինքը զգայուն ոլորտ է, այն իմաստով, որ այստեղ շուկան շատ մրցակցային է առաջին հերթին, հա, եւ մեր ընկերությունները դեռևս չեն դարձել են խաղացողներ այդ շուկայում, որ կարողանան ունենալ հստակ ձևավորված, կազմավորված, կայուն արտահանման շուկաներ։ Եթե ինչ-որ բան արտահանվում է, ապա արտահանվում է ընդհանրապես ասած միայն այդ
ընկերությունների անձնական կապերի կամ ինչ-որ ձևավորված գործնական նախկինում ձևավորված գործնական կապերի շնորհիվ եւ դրանք շատ հատվածական են։ Ինչ վերաբերում է ընկերությունների պահպանմանը, իհարկե այս պայմանագրերի ուշքնքումը ազդելու է դրա վրա, որովհետեւ բարձր է, որ եթե չկա իրացում, չկա նաեւ եկամուտ, եւ ընկերությունները պետք է այլևալ միջոցներ գտնեն աշխատակիցներին վճարելու կամ ընկերությունները պահպանելու համար։ Իսկ դա չի կարող չազդել արտադրանքի ինքնարժեքի վրա։ Ինչ վերաբերում է, ասենք, նույն այդ քարոզչությանը, որ տեսեք շատ փող ենք ծախսում եւ այլն, բտա նախարարը այս տարի նշեց, որ այս տարվա սկզբին, նշեց, որ նախորդ տարվա, այսինքն 2024-ի համեմատ 2 անգամ ավել ֆինանսավորել են հատուկ նշանակության գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքները, մոռանալով նշել, որ բյուջետավորվածից կրկնակի պակաս են իրականում ֆինանսավորել։ Այսինքն շատ վատ 2024 են ունեցել, մոտավորապես 1.2 միլիարդ դրամ է եղել ֆինանսավորումը այդ սպառազինության նոր նմուշների մշակման, 2.4 եղել է 2025-ին, բայց միևնույն է պլանավորված 5.7-ից շատ ավելի քիչ է։ Այսինքն 40% կատարողական ունեն, բայց գլուխ են գովում, որ նախորդ տարվանից 2 անգամ ավել։ Այստեղ հստակ գործ ունենք փաստերի մանիպուլյացիայի, հստակ գործ ունենք քարոզչության, բայց շատ փնթի քարոզչության հետ։ Եվ ակնհայտ է, որ այս ամեն ինչը արվում է իրականում նախընտրական տրամաբանությամբ, բայց չպետք է մոռանանք, որ Թուրքը մեր սահմաններին կանգնած է եւ չի սպասելու մեր ընտրությունները ինչ ընթացք կունենան։ Փաստացի այսօր հանձնված ենք ողորմածությանը ադրբեջանցիների եւ թուրքերի, իսկ այսօր ինչ է կատարում իշխանությունը, գնում է Վրաստան եւ նվագակցում է իր վրացի գործընկերներին, մինչդեռ հարևան Իրանում պատերազմ է, լայնամասշտաբ պատերազմ է, մեծաքանակ զոհեր, անմեղ երեխաներ, զոհված, այսօր էլ թաղում է այդ երեխեքի, իսկ գնացել են նվագում են Վրաստանում։ Պղծություն է այս մեր ժամանակների եւ մեր իրավիճակների նկատմամբ։